Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանի ղեկավարությանը երկաթուղու կոնցեսիայի հարցում Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը։ Հայաստանը ցինիկաբաշ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, Պետդումայի նախագահի հայտարարությունը։ Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։ Ռոբերտ Քոչարյանին Բուշ հաստատությունից տեղափոխել են հակակոռուպցիոն դատարան։ Կրեմլի արձագանքը Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը բացակայելու արգելքն է։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ կապված հողային գործարքները։ Ուժեղ Հայաստանի թեկնածուին ընտրել են Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ։ Հայաստանում դատարան ուղարկվող քրեական վարույթների ծավալը զգալիորեն աճել է, դատական համակարգը գերծանրաբեռնված է։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները նախօրեին քննարկվել են Լաչինում։ Պաշտոնական տեղեկությունն ասաց, որ կողմերը քննարկել են երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչ պտուղներ կտա առաջին հայացքից խորհրդավոր թվացող այս հանդիպումը։ Էներգետիկ անվտանգության մասնագետներին լսել է Արմեն Աթալյանը։ Լաչինում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ ոլորտի ներկայացուցիչները։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։ 3 տարածված անսովոր այս հաղորդագրությանը միանգամից հետևեցին տեսակետներ, որ առաջիկայում Հայաստանի էներգետիկ համակարգը ադրբեջանականի հետ սինխրոնացնելու քայլեր կարող են արվել։ Հայաստանի համար տեխնիկապես այս process-ը նորություն չէ։ Վաղուց կա նման գործակցություն Իրանի հետ։ Սինխրոնացում որոշակի ունենք, ասենք թե Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ Եվ դեպքեր եղել է, որ այնտեղ խնդիրներ եղել, դա անդրադարձել է մեր վրա եւ մեր մոտ եղել անդրադարձել են դե, բայց սա նաեւ ստեղծված են համար, որ նպաստել օգնել իրար այդ խնդիրները լուծելու համար։ Այսինքն էներգետիկ համակարգերի նույնիսկ մասնակի ինտեգրումը ներառում է ռիսկեր, որոնք անգամներով ավելանում են, եթե կողմերից մեկը մյուսի հանդեպ մեղմ ասած էքսպանսիոն քաղաքականություն է վարում։ Այսինքն տեխնիկական առումով Ադրբեջանի էներգետիկ համակարգի հետ ինտեգրումն արդեն ռիսկեր է պարունակում։ Նույնիսկ եթե լավագույն սցենարով մեր հանդեպ որևէ վնասարար քայլ չծրագրեն։ Իդեպ ամիսներ առաջ Թբիլիսին ամբողջությամբ մի քանի անգամ ժամերով մնացել էր խավարի մեջ, հենց Ադրբեջանի հետ ինտեգրված էներգահամակարգում առաջացած խնդիրների պատճառով։ Ամեն ինչ կախված է թե դու ինչ հարաբերություններ ունես, եթե դրական լավ հարաբերություններ, իհարկե դուք օգնում եք իրար։ Եթե հարաբերությունները ինքան է տենշի, դա կարող է լրիվ քո համար մեծագույն խնդիրներ ստեղծի սիստեմատիկաբար եւ անընդհատ, եթե քո համակարգը, որը սինխրոնիզացված է քո հարևան երկրի համակարգի հետ, եթե ինքը անընդհատ ինչ-որ խնդիրներ ստեղծի ու դա արվի հատուկ, այլ ոչ թե պատահականության սկզբունքով։ Իսկ այդ դեպքում, հա, ինքը բավական լրջագույն ռիսկեր է պարունակում մի երկիր, որը քեզ թշնամի պետություն է։ Ինտեգրում ասածը ենթադրում է, որ հենց նախկինում Արցախի տարածքը Հայաստանին կապող էներգետիկ հանգույցով հիմա հնարավոր կլինի էլեկտրաէներգիա մատակարարել ադրբեջանական կողմին կամ նրանից ստանալ էլեկտրաէներգիա։ Այստեղ շատ կարևոր է այս գործարքում ով է վաճառում։ Վաճառողը միշտ ստանում է ավելին, թե ազդեցության իմաստով, թե քաղաքական process-ներում հարկադրանքի լծակ ձեռք բերելու իմաստով։ Տարիներ առաջ Ադրբեջանը Եվրամիության ներկայացուցիչների հետ ռազմավարական համաձայնագիր է ստորագրել, ըստ որի ենթադրվում է, որ էլեկտրաէներգիա է մատակարարելու եվրոպական պետություններին, այսինքն Ադրբեջանը ունի էլեկտրաէներգիայի կայուն ավելցուկ, շնորհիվ այդ թվում բնական գազի պաշարների առկայության։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ նշել էր, որ իրենք կարող են Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարել։ Դատելով մեր իշխանությունների ադրբեջանական կողմի հռետորաբանությունից տարբեր առիթներով նրանց արտահայտած դիրքորոշումից այստեղ գնորդը լինելու է Հայաստանը։ Այսինքն Ադրբեջանը ձեռք է բերելու եւս մեկ լծակ Հայաստանի վրա ազդեցություն գործելու համար։ Հատկանշական է, որ երկար տարիներ խոսվում է դեպի Իրան նոր բարձրավոլտ էլեկտրալարի անցկացման անհրաժեշտության մասին, որի միջոցով հնարավոր կլիներ Իրան ուղղել Հայաստանի ցանցերում կուտակվող ավելորդ էլեկտրաէներգիան եւ այն փոխանակել բնական գազի հետ, բայց արդեն երկար տարիներ այդ նախագիծը դոփում է տեղում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։
Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանի ղեկավարությանը հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում պահանջելով վերացնել ռուսական գործոնը ենթադրյալ բազմամիլիոն դոլարային ներդրումների դիմաց։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Այս հարցի բարեկամական լուծումը պահանջում է գործնական քննարկում բանակցությունների սեղանի շուրջ, հավելել են նախարարությունից։ Ընդհանուր առմամբ հրապարակային հայտարարություններ անելուց առաջ գործընկերները սովորաբար նստում եւ գործնական քննարկում են առկա խնդիրները ու մտահոգությունները։ Սա հատկապես ճիշտ է, եթե ինչպես պնդում է Երևանը, կա բարեկամական լուծում գտնելու ցանկություն, ասված է ռուսական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովիչի մեկնաբանել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ կապված իրավիճակը, նշելով, որ երկրում բարդ գործընթացներ են ընթանում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան, կպահպանվեն քաղաքական գործընթացի մասնակիցների բոլոր իրավունքները։ Ես այժմ չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, կիրականացվի օրենքի խիստ համապատասխանությամբ եւ կպահպանվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները։ Ռոբերտ Քոչարյանի որդին Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է, հիշեցնեմ, ազգային անվտանգության ծառայության դիմակավորված անձինք 3 վաղ առավոտյան մտել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա որդիների Սեդրակ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարաններ։ Նրանք ձերբակալվել եւ բերման են ենթարկվել հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ վերջիններիս մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման եւ կաշառք ստանալու հոդվածներով։ Երկրորդ նախագահային մեղսագրվող գործի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, մեղադրանք է առաջադրվել 10 անձի։ Իդեպ ազգային ժողովի падգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Բուշ հաստատությունից տեղափոխել են հակակոռուպցիոն դատարան, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Առանձնապես խոշոր չափի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական բարույթով անցնող 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոց։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ուժեղ Հայաստանի թեկնածուին ընտրել են ազգային ժողովի եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ։ Հայաստանը ցինիկաբաշ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, Պետդումայի նախագահի հայտարարությունը։ Շարունակում ենք թողարկումը։ Իրանը ԱՄՆ-ի հետ հրադադարի ժամանակահատվածում նոր սպառազինություն է գնել, հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմադ Աքրամինյան։ Նա սակայն չի հստակեցրել, թե ումից եւ կոնկրետ ինչ սպառազինություն է գնել Թեհրանը։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսրայելը ձգտում է պատերազմը տարածել մերձավոր արևելքի այլ երկրների վրա։ Նրա խոսքով Իրանը եւ Իրաքը կարող են վճռորոշ դեր խաղալ նոր տարածաշրջանային կարգի ձևավորման գործում, հատկապես Պարսից ծոցի շրջանում։ Ղալիբաֆը այս հայտարարությունն արել է Թեհրանում Իրաքի գերագույն դատական խորհրդի նախագահի հետ հանդիպման ընթացքում։ Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիության անդամակցելու մտադրության մասին եւ միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինը։ Ըստ նրա Հայաստանը վարում է կեղծ քաղաքականություն։ Хочется, чтобы Армения не вела лживую политику. Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրամիության անդամակցելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչու է օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները, ինչու է խաբում նրա մասնակիցներին, դա ցինիկություն է, դա սխալ է։ Հստակ ասեք, դուք գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում պետք չէ այստեղ արտոնություններ ստանալ։ Պետդումայի նախագահի այս հայտարարությանը անդրադարձել է Հայաստանի ազգային ժողովի խոսնակը, ընդգծելով, որ մենք որևէ բան չենք արել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ուղղությամբ, հակառակը ըստ Ռուբինյանի, Հայաստանը ձգտել է բարիդրացության։
Իդեպ թե իշխանականները ուժեղ Հայաստանին համարում են ռուսամետ, այդուհանդերձ այսօր Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հենց ուժեղ Հայաստանի թեկնածու Հարություն Հարությունյանը։ Փակ քվեարկության արդյունքում նա ստացել է 56 կողմ, 48 դեմ ձայն։ Փաշինյանի կառավարության հետ երկօրյա թեժ քննարկումներից հետո նորընտիր խորհրդարանը վերադառնում է բուն օրակարգին, երկրորդ փուլով ընտրում են մշտական հանձնաժողովների ընդդիմադիր նախագահներին։ Ուժեղ Հայաստան խմբակցությունից Արեգա Հովսեփյանը չընտրվեց Եվրաինտեգրման հարցերն այս շենքում գլխավորողի պաշտոնում, քաղաքական թիմն առաջադրել է Հարություն Հարությունյանի թեկնածությունը, ով վստահ է Հայաստանի եվրոպականացման համար պատասխանատու խորհրդարանական հանձնաժողովը պետք է չդառնա հարթակ, որտեղ պարզապես կառավարության հայտարարությունները կվերարտադրվեն։ Նպատակն է ունենալ ավելի շատ գործընկերներ, ավելի շատ շուկաներ, ավելի շատ ներդրումներ, ավելի շատ տեխնոլոգիաներ, ավելի շատ ֆինանսական եւ տնտեսական հնարավորություններ։ Բայց ավելի շատ գործընկերություններ պետք է նշանակեն ավելի շատ հնարավորություններ Հայաստանի համար, ոչ թե նոր կախ Հանձնլակներ են թեքում ուժեղ Հայաստանի կողմը, այսպես ասած ռուսամետ լինելու համար, ընդդիմադիր քաղաքական ուժից Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Հարությունյանն ասում է, իրենք շահագրգռված են Եվրոպական միության հետ առավելագույն խորը հարաբերություններ ունենալու հարցում։ Բայց այդ հարաբերությունների զարգացումը չենք դիտարկում երրորդ պետությունների դեմ ուղղված քաղաքականության գործիք։ Մենք չպետք է եվրոպական ուղղությունը զարգացնենք որևէ մեկի դեմ։ Մենք պետք է այդ ուղղությունը զարգացնենք բացառապես Հայաստանի Հանրապետության համար։ Մինչև նորընտիր падգամավորները գնան փակ գաղտնի քվեարկությամբ Հարությունյանի թեկնածությանը հավանություն տալու կամ այն մերժելու, Եվրամիության հետ մերձեցումը երրորդ երկրի այս դեպքում ակնհայտորեն Ռուսաստանի դեմ կապելու հարցը լրագրողների հետ զրույցում մեկնաբանում է խորհրդարանի նախագահը։ Ռուբինյանն արձագանքում է ռուս պաշտոնակցին Պետդումայի խոսնակ Վոլոդինին, ով այսօր հայտարարել է, թե ԵԱՏՄ հնարավորություններն օգտագործելուն զուգահեռ Եվրամիությանն անդամակցելու մտադրություններ ունեցող հայկական քաղաքականություն իր խոսքով ցինիկ է։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք ամեն ինչ արել ենք եւ շարունակում ենք անել նորմալ բարիդրացիական բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության կամ տեխնացու դառնալու դիմումին, հայտնի փաստ է, որ հենց ԵԱՏՄ գործընկերներն են մեզ ամեն ջանում, որպեսզի մենք դա անենք։ Խորհրդարանում Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությանը հասնելուց մեկ շաբաթ անց քվոտայով ընդդիմությանը հասնող այս պաշտոնը թափուր այլևս չի մնա։ Քաղաքացիական պայմանագիրը բավարար չափ քվեներ տվեց Հարությունյանին, որպեսզի վերջինս գլխավորի հայկական եռագույնը եվրոպական աստղերին հասցնելու խորհրդարանական գործընթացները։ Շնորհավորում եմ։ Հերթում թափուր մնացած վերջին հանձնաժողովի նախագահի պաշտոնն է տարածքային կառավարման համար պատասխանատու։ Առաջին փուլում այս պաշտոնի համար առաջադրված Դավիթ Ղազինյանի թեկնածությունը ԿՊ-ն մերժեց։ Հիմա այս պաշտոնում ուժեղ Հայաստանն առաջադրում է Իրինա Յոլյանին, Գորիսի նախկին փոխհամայնքապետին, ով ըստ ԿՊ-ականների տեղեկությունների այդ պաշտոնից հրաժարվել է, քանի որ համայնքի ղեկավարը գործակցել է կառավարության հետ։ Իշխանականները հարցնում են, եթե այս դիրքորոշումն ունի, ինչպես է խորհրդարանի այն հանձնաժողովը ղեկավարելու, որը զբաղվում է հենց տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենսդրությամբ։ Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենա իշխանափոխություն։ Այդ մասին խոսել եմ 2020 թվականից սկսած, միշտ ունեցել եմ ընդդիմադիր դիրքորոշում, նվիրված աշխատել եմ իմ համայնքի համար, ինչի համար այսօր հպարտ այստեղ կանգնած եմ, որ ինչ հնարավոր ներդրում կարող է անել իմ համայնքի զարգացման համար, ես դա արել եմ։ Իրինա Յոլյանի թեկնածության շուրջ բոլոր հարցերը պարզելուց հետո падգամավորները դարձյալ փակ քվեարկության կգնան։ Նորընտիր ազգային ժողովի օրակարգում կմնա միայն մեկ հարց՝ կառավարության կառուցվածքի վերաձևումը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում դատարան ուղարկվող քրեական վարույթների ծավալը զգալիորեն աճել է, առաջ բերելով դատական համակարգի գերծանրաբեռնվածություն եւ մասնագիտական մտահոգություններ։ Նախորդ տարիների համեմատ արձանագրվել է վարույթների ավելի քան 20-ից 60% աճ կիսամյակային եւ տարեկան կտրվածքով։ Իսկ ծանրաբեռնված համակարգում մեծանում է առանց արդար դատավարության եւ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման ռիսկը։
Դատարան ուղարկված քրեական վարույթների կտրուկ աճը ոչ միայն ծանրաբեռնում է դատական համակարգը, այլև մտահոգություններ է առաջացնում նախաքննության որակի եւ վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Քննչական կոմիտեի տվյալով 2026 թվականի առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել 9910 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 62.2%-ով ավելի։ Փաստաբանները սակայն ընդգծում են, դատարան ճանապարհած վարույթների թվի աճը ինքնին դեռ չի վկայում քննության արդյունավետության կամ որակի բարձրացման մասին։ Իրենց ցուցանիշներով ուզում են ցույց տալ, որ արագ են քննում կամ գործերի քննման արդյունավետությունը բարձրացել։ Արագավարտելը իհարկե բխում է քրեական արդարադատության շահերից, բայց ինչքանով են դրանք բազմակողմանի օբյեկտիվ լրիվ քննված, ինչքանով են արդարացի մեղադրական եզրակացությունները, ինչքանով են օրենքին համապատասխանում, դա այլ հարց է։ Միաժամանակ աճել են նաև հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները։ 6 ամսում քննչական կոմիտեն ստացել է ավելի քան 41000 հաղորդում, 16.6%-ով ավելի, քան 1 տարի առաջ։ Մեծ ծավալը քննիչներին կարող է ստիպել գործերն ավարտել սեղմ ժամկետներում, ասում են մասնագետները։ Նրանց պնդմամբ, եթե արագությունը ապահովվում է քննության ամբողջականության հաշվին, թերությունները տեղափոխվում են դատարան։ Դատաքննությունը երկարում է, իսկ անձը կարող է տարիներ շարունակ մնալ մեղադրյալի կարգավիճակում եւ կրել դրանից բխող սահմանափակումները։ Հապճեպ քննությունները, հապճեպ որոշումները բերում են քերի քննության, ինչը ազդում է եւ քննության որակի, եւ դատական process-ի եւ անձի իրավունքների վրա։ Արդյունավետություն չեն տալիս, բայց այդ արդյունավետությունը մենակ իրենց համար է արդյունավետ դառնում եւ անարդյունավետ է դառնում պետական բյուջեի վրա։ Խնդիրը կապում է նաեւ քննիչների տարիներով կուտակված ծանրաբեռնվածության հետ։ Փորձագետների խոսքով բազմաթիվ բարդ վարույթների միաժամանակյա քննությունը նույնիսկ փորձառու քննիչների աշխատանքի դեպքում կարող է հանգեցնել բացթողումների, սկսած չկատարված քննչական գործողություններից մինչև ապացույցների ձեռքբերման կարգի խախտումներ։ Պիսի բացեր են լինում եւ թերություններ, որոնք ի սկզբանե ակնհայտորեն խոսում են այն մասին, որ օրինակ տվյալ ձեռքբերված ապացույցը չի կարող երբևէ լինել օրինական, կամ ձեռքբերված ապացույցը օրենքով սահմանված կարգով ձեռքբերված չէ։ Փաստաբանների գնահատման փորձառու մասնագետների նոր կադրերով կտրուկ փոխարինելը խաթարում է ինստիտուցիոնալ եւ մասնագիտական փորձի փոխանցումը։ Նոր մասնագետների ներգրավումը անհրաժեշտ են համարում փորձագետները, սակայն սերնդափոխությունը պետք է լինի աստիճանական, որպեսզի քննության արագությունը ապահովելու փորձը չհանգեցնի դրա որակի նվազմանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ կապված հողային գործարքները։ Մետեո աշխարհ գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում, ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ Ճամբարային օրերի ամենասպասված ու ջերմ պահերից են խարույկի շուրջ զրույցները։ Հորիզոն ճամբարը մարզաբնակ երիտասարդներին տալիս է մի շարք հնարավորություններ, նրանց օժտում բազմաթիվ արժեքահեն գաղափարներով։ Պատանիների կրթությանը, զարգացմանը ու համայնքային ներգրավվածությանը նպաստող նախաձեռնության կողքին է նաև Վիվան։ Հորիզոն ճամբարը մարզաբնակ երիտասարդներին տալիս է մի շարք հնարավորություններ, նրանց օժտում բազմաթիվ արժեքահեն գաղափարներով։ Կոտայքի մարզի Մարմարիկ համայնքում օգոստոսի 21-ից 27-ն անցկացվում է տարվա վերջին Հորիզոն ճամբարը։ 2023 թվականին մեկնարկած նախաձեռնությունը համախմբում է Հայաստանի բոլոր մարզերի եւ Ջավախքի պատանիներին։ Նպատակը մարզաբնակ երիտասարդների հմտությունների զարգացումն է, մարզային կյանքի ակտիվացումը, ազգային արժեքների ամրապնդումն ու միջմարզային կապերի ստեղծումը։ Հզոր միտք հասարակական կազմակերպությունը ճամբարն իրականացնում է արդեն 13-րդ անգամ։ Երեխաներին տալիս ենք ոչ ֆորմալ կրթություն, տարատեսակ ազգային պարեր ենք սովորեցնում, երեխաները ճամբարային խաղեր են խաղում, ծանոթանում են եւ ձեռք են բերում տարբեր գործարարների հետ կապեր։ Նմանատիպ ճամբարներն իրականացնում ենք գործընկերների միջոցով եւ այս ճամբարը կազմակերպել ենք Վիվայի հետ համատեղ։ Պատանիների կրթությանը, զարգացման ու համայնքային ներգրավվածությանը նպաստող նախաձեռնության կողքին է նաև Վիվան։ Ընկերությունում համոզված են յուրաքանչյուր ոք անկախ բնակության վայրից պետք է նոր գիտելիքներ ձեռք բերելու եւ սեփական ներուժը բացահայտելու հավասար հնարավորություն ունենա։ Երեխաներն էլ նշում են, որ այստեղ շատ գիտելիքներ են ձեռք բերել։ Նորանոր գիտելիք ենք քաղում ամեն անգամ ճամբար գալուց։ Ամենակարևորը որ սովորել եմ ճամբարում
Այդ եղել է ազգային ոգին, ազգային բարերը ու ազգային երգերը։ Այն երեխաները, ովքեր մի փոքր պարփակված են իրենց մեջ, փորձում եմ ամեն ինչ անել, որ սկսեն շփվել ու երեխաների հետ ավելի մտերմանալ, ինչն էլ զարգացնում է եւ իմ առաջնորդական հմտությունները եւ երեխաների շփման հմտությունները։ Ճամբարի մասնակիցների համար դասախոսությամբ է հանդես եկել Viva թվային մարքեթինգի առաջատար մասնագետ Լանա Հակոբջանյանը, ով պատանիներին ներկայացրել է թվային մարքեթինգի առանձնահատկությունները եւ պատասխանել նրանց խուզող հարցերին։ Թվային մարքեթինգի գործիքների միջոցով կարողանում եք վերլուծել մարդկանց օգտագործությունը, կարողանում եք վերլուծել մարդիկ ինչ են ուզում։ 7-օրյա ճամբարին մասնակցում է շուրջ 80 պատանի, իսկ ընդհանուր ճամբարներին մասնակցել է շուրջ 700 երիտասարդ։ Դավիթ Թադևոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, Ծովագյուղ Շորժա Վարդենիս ավտոճանապարհին բախվել են Տեսլա եւ մարդատար Ford Transit մակնիշի մեքենաները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 9 հոգի տարբեր աստիճանի մամնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Օրվա մյուս կարևոր թեմաները մեկ տեսաշարով։ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության թեմայով շարունակվող տեսաշարի շրջանակում հրապարակել է նոր տեսանյութ, այս անգամ անդրադառնալով բռնության ազդեցությանը երեխաների վրա։ Տեսանյութում բարձրաձայնվում է, թե ինչպես կարող են վախի եւ լարվածության պայմաններն անդրադառնալ երեխայի քնի, առողջության, հույզերի եւ վարքի վրա, ինչպես նաեւ ընդգծվում է մեծահասակների պատասխանատվությունը պաշտպանելու երեխաներին բռնության միջավայրից։ Օգոստոսի 19-ին Ճամբարակ Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով, հայտնել են քննչական կոմիտեից։ Իրավապահները քաղաքացուն ձերբակալել են դատարան ներկայացնելու համար։ Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև մեքենայի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է։ Դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց, Կոտայքի մարզում գտնվող մի շարք անշարժ գույքերի ձեռքբերման գործարքներն ու աճուրդները։ Դատախազության ներկայացրած հայցերը հակակոռուպցիոն դատարանում ընդունվել են վարույթ։ Դատարանը նաեւ ժամանակավորապես արգելել է վիճարկվող գույքերի նկատմամբ գործարքներ կամ այլ գործողություններ կատարել։ Հողատարածքներից մեկն ըստ պաշտոնական տեղեկությունների ներառված է օտարման ոչ ենթակա հողերի շարքում, սակայն 2015 թվականին աճուրդով օտարվել է։ Ուսումնական տարվա մեկնարկին սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության։ Հանրակրթական դպրոցների եւ մյուս ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ծառայություն է կազմակերպվելու համայնքային ոստիկանության, պարեկային ծառայության եւ ոստիկանության գվարդիայի ուժերով։ Այն իրականացվելու է ժամը 8-ից 9:30 ու շարունակվելու է ժամը 12-ից մինչև դասերի ավարտը։ Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը օրինապահ հետիոտ ընթորագրով միջոցառումներ նաեւ կիրականացվեն դպրոցահասակ երեխաների եւ նրանց ծնողների համար։ Հայաստանի Կարմիր գրքում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում ընդգրկված Գորշ արջը հայտնվել է Խոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդում։ Կենդանին արգելոցի ամենախոշոր գիշատիչն է համարվում։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում, կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկոյի եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում նաև կարկուտ։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի մոտ 9 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 20-ից 26 աստիճան։ Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 26-ից 33, Լոռիում 20-ից 25, Տավուշում 26-ից 30 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 30-ից 34, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 35, Սյունիքի նախալեռներում 26-ից 29 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 20-ից 22, ցերեկը 32-ից 34, երեկոյան 23-ից 26 աստիճան։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։